Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին Կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով հրավիրում ենք ծննդյան հատուկ պաշտամունքի հունվարի 6-ին ժամը 7:30-ին մեր եկեղեցու սրահի մեջ, ուր պիտի վայելենք հանրածանոթ երգիչներ Արյուտ Խաչատրյանին, Սալփիկ Էլեշյանին, Կարոս Ուլախյանին եւ եկեղեցական երգչախմբին։ Օրվա պատգամախոսն է վերապատվելի դոկտոր Արա Շաքերյան։ Սիրով բոլորդ հրավիրված եք։ Եղբայրներից մեկի վկայությունն էի լսում, թե ինչպես է սիրում քարոզել Տիրոջ բարի լուրի մասին եւ ասում է ամեն անգամ, որ փորձում էի մարդկանց ապացուցել, որ Քրիստոսը կա եւ Քրիստոսը իրական է, դա դառնում էր մի վեճ։ Ամեն անգամ, որ ուզում էի ապացուցեի, որ Աստված է աշխարհը ստեղծել եւ մարդկանց դա դառնում էր մի մեծ վեճ։ Ասում եմ, բայց երբ որ սովորեցին քամելը մարդկանց ասել, որ Քրիստոս սեր է եւ այսօր սիրում է քեզ ինչպես որ ես, կարծես թե վիճելու ոչ մի բան չկար։ Գիտեք, սիրո լեզուն, որը Քրիստոս եկավ մեզ հետ խոսել, ամենազորավոր, ամենահամոզիչ, ամենահարազատ լեզուն է։ Դրա համար, եթե մի բան կարող ենք այս աշխարհին ցույց տալ, ոչ թե նրանց սխալներն է, այլ Քրիստոսի սերն է։ Եվ վստահեցնեմ ձեզ, որ այդ ժամանակ մեր գործը շատ ավելի հեշտ եւ քաղցր կլինի։ Միայն թե պատմենք սիրո մասին Աստծո, ամեն, այս երկն ասում է Աստծո սերը։ Աստծո սերը մեծ է շատ, անսահման է եւ ամուր, Աստծո սերը մեծ հրաշք է, օգնում է մնալ, Աստծո սերը մեծ է շատ, անսահման է եւ ամուր, Աստծո սերը մեծ հրաշք է, օգնում է մնալ, Աստծո սերը, մեր հոգին է ջերմացնում, Աստծո սերը,
Բարի լույս բոլորիդ, բարի գեսոր ավելի ճիշտը, Փառք Աստծո այս արիտին համար, որ ցեզի այդ կրնամ դերը բաշտել, այս եկեղեցիի մեջը, կհավատամ, որ այս այնոն զորդերն ստեղծեց, ուրախանանք եւ ցնծանք անոր մեջ։ Եվ ինչպես Սամոս 2-ն գսեք ուրախանայի, երբ ինձ գսեին դերոջը դունի երթանք, դերոջը ներկայությունը հոս է եւ դերը կփարապանեմ իմ կյանքովս, իմ խոսքովս եւ իմ աղոթքներովս։ Շնորհակալ եմ բադվերիեն, ինչպես հսավ իր մանկութենեն զինքը գիտենք, իրարու գիտենք, քանի որ իմ հոր եղբայրս եւ բադվերին հայրը շատ մդերիմ հոգեվոր եղբայրներ էին։ Եվ իմ թերևս բադվերին ասիգա չի գիտեր, բայց ես իմ դպրոցի ջամփուս վրա իր հորը Հարտյուն եղբայր Ալբարյանին, Քորզադեղին, ինքը թերցագեր, խանութին արչևեն գքալեի։ Եվ ամեն անգամ գնալեի ցուսապերգի մեջը, որ մեծ համարներ կան։ Շատ քիչ կլար ադիգալի փանանի մեջ, Բեյրութի մեջ։ Եվ ամենը հետաքրքրականը աներ, որ Հարություն եղբայր Ալբարյանը շատ քաչ եղբայր մներ եւ իր գուրծքի վրա մեծ գրություն ուներ, «Աբաշխարեցեք» հայերենով եւ իրականության մեջ Աստծո մեկ հավատարիմ զավակներ, քարոզիչներ, ավետարանիչներ եւ բդուղը հայտնի է իր զավակներում մեջ։ Փառք Աստծո, գիտեմ, որ իր 4 զավակներ են, 3-ը կոնե դերոջի ջամփում մեջ են։ Անանք որ ասիգա ինձի կքաչալերը որ մենք ալ մեր զավակներում, մեր թորնիկներուն համար աղոթենք եւ քաչալանք դերը բգայելու եւ ասելու որ այո աբաշխարեցեք, բասինձի Աստծո թագավորությունը մոդեցած է։ Եվ ինչպես որ ես դերը կդածեմ, երբ որ 21 տարեկան էի, ավետարանական ընտանիքի մեջ ծնած եմ, մագանունս Շնորհոքյան է, Աստծո շնորհքը կդա, երբ որ ես աբաշխարեցի։ Իրականության մեջ դերը բարի է։ Եվ դերը գիտեմ, որ իմ հորեղբորս, հորաքույրներուս աղոթքները պատասխանեց, երբ որ ես աբաշխարեցի։ Ինչպես ավետարանական դպրոց կերտա եւ ամեն անգամ որ ավետարանիչ մկար, առաջին ցերկ վերցնողը ես կլայի, որ գուզեմ աբաշխարել։ Եվ բայց երբ որ դու երթայի պատմությունը կփոխվեր, եղբայրներ ունեի, որոնք չար էին, եւ ես ալ կփորձեի կամ աղդոտ խոսք մը գսեի, կամ աղդոտ բան մը գնեի, չար բան մը գնեի, եւ գսեի նորեն ցախողեցա չգրծաս աբաշխարությունս քալեցնել։ Մինչև որ 21 տարեկանից Ալբեր հորեղբորս Ալբեր եղբայր Շնորհոքյանին, որ ճիշտ բադվերին հորը պես Աստծո մեկ խենթներ ուղղակի ավետարանիչ ամենուն կքարոզեր, ամենուն կխոսեր, ամենուն եկեղեցի կհրավիրեր, բզիկ աղոթաժողով ուներ Փեթել անունով, իր շենքին դագը վարձած էր մասնավոր եւ հոն աղոթաժողովներ կլային եւ հոներ որ ամեն ադեն ինձ կհրավիրեր եւ ես ինք շատ սիրելուս համարկացի եւ այդ օրնալ երբ որ կացի տեսա որ հորեղբորս աբաշխարության 30 ամյակն էր եւ ինքը իր բգայությունը դվա որ ինչպես սոմու խորքը ինքը գնգղմեր եւ որ աղոթեց Աստծո որ եթե իր կյանքը խնայե դերոջը պիտի հանձնվի եղբայրը եւ ընկերը եկան զինք ազատելու անոնք խեղդվեցան մահացան եւ հորեղբայրս ողջ առողջ մնաց եւ այդպեսով այս վկայությունները լսեցի եւ գսեի ջերմակ հակուստ մնալ հակածեի ամեն մարդ կգարձեր որ ես աբաշխարած եմ քանի որ եկեղեցիի մեջ շատ գործոն էի երգչախումբի մեջ կերկեի ամեն տեսակետով օգտակարանց մնեի բայց ես գիտեի որ փրկության վստահությունը չունիմ դիգեմ միելավ որուն անուննա չեմ գիտեր մինակ գիտեմ որ լաչակ կաբացկի մներ եւ ասավ որ ես նոր աբաշխարած եմ ես մանուկ եմ դագավին Աստծո արչեւ եւ ասավ երբ որ քալեմ շատ անգամ ներգինամ բայց Տեր Հիսուս կուքա եւ զիս կվերցնե եւ ասիկա մեկ անգամ են աչքերս բացավ ասի ուրեմն այդ ինալները բնական եմ ես որ գինամ ես գինամ եւ վազ կանցնիմ Եվ միտքս եկավ բզիկ եղբայրս Վիկենը, որ ինձ մեծ 15 տարի բզդիկ էր, երբ որ քալելու կսկսեր եւ ինար, ինչպես կբազեի, զինքը կքրգեի, դարձյալ կքաչալերեի, որ քալե։ Ասի Տեր Հիսուսը ճիշտ ինքզինքս տեսա այդպես, որպես հոգեվոր մանուկը։ Տեր Հիսուս իմ հետս էր եւ գնեղբեր, որ ինչու երբ որ ինամ չեմ ուզեր ետ ելնել։ Այդ օրը դունքացի եւ բզիկ ավետարանից մեջ գրեցի, այսօր վերջնականապես աբաշխարեցի։ Եվ 1000 Փառք Աստծո, ադիգա ապրիլ 17-ը 1967 էր։ Եվ այդ օրվան ինգա շատ անգամներ ինգա, բայց Տերը բոլորեն զիս ազատեց։
ոտքի հանեց եւ սա ոտքերս հաստատեց, քայլերս հաստատեց, ինչպես Սաղմոսը գսե։ Եվ դեռ երկու տարի վերջի ինձ աննման ամուսին մտավ Արամ Դավիթ աղայան, որ քովս է, անշուշտ Ամերիկա եկանք աղայությունը վերջացավ, մինակ Դավիթյան մնացինք եւ փառք ունեմ Աստծո անոր համար։ Միասնաբար 45 տարիներ է վեր դերոջը գծարայենք եւ ամենահետաքրքրականը Երբ որ ամուսնացանք, ես ապրիգե հարսկացի, քանի որ ամուսինս հոն գործ ուներ։ Եվ հոն էր, որ դերը ինձի դաստիարակեց միսիոնարներու ծունգերուն կոբը, հոն որ շատ մեծ միսիոնարական գետրոն գար, եւ ադիգա եղավ իմ համալսարանս։ Եվ հոն էր, որ առանցնությանս մեջ, քանի որ աչափ մեծ շրջանագեմը մեկ անգամ են բոլորովին առանցին եղա, դերը ինձի ասավ, Ռիտա քրե ինչ որ գսկաս, ինչ որ գնես։ Եվ այն ադեն է, որ դեր արձարձեց իմ մեջս քրելու դաղանթը։ Եվ ինչպես Մարիամ գսե, երբ որ Գաբրիել ռեշտագի իրեն նուրը դվավսավ, իմ անձս կմեծնե դերը եւ իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստուծովս։ Հզորը ինձի մեծամեծ փալերով ու անոր անունը սուրբ է։ Իսկապես հզոր Աստված, հավիտենական հայր, խաղաղության իշխան, իմ դերս, իմ Աստվածս, իմ փրկիչս, Ան է, որ իմ ցերկես կբրնե ամեն օր, եւ հզորը շատ մեծ բաներ արած է իմ յանքիս մեջը, եւ կտեսնեմ, որ Հայր Աստված ամենաաննշան մարդիկը կնդրե, Մարիամի պես քյուղացի բզիկ աղջնակը, բադանի աղջնակը, որ իր զավակին Հիսուսի մայրը ըլլա, եւ կնդրե Փեթլեհեմի պես բզիկ քաղաքը, բզիկ քյուղը, որում մեջ իր միածինը ծնի, եւ ինձի պես աննշան մնալ, ցերկես բռնեց եւ ոտքի գայնեցուց եւ ասավ քրե ինչ որ գրնաս, եւ դերոջը շնորհքով իմ ապրումներս կքրեմ իր փառքին համար։ Միակ նպատակս է, որ հայ ժողովուրդը անդրադառնա ապաշխարեն, վերստին ծնունդ ունենան եւ Հիսուսի ջամփուն հետևելով երկինք երթան։ Դեր օրհնե փորոլս վերջին երկու քիրքերը, որ ունիմ, մեր բալվերին գուզեմ հանցնել, ուրեմն մեկ քիրք կուզեի, բայց գիտեք մարդիկ կան, որ մեկ զավակ կուզեն եւ երկվորյակ կունենան, ես ան մեկ հատ կուզեի, երկու հատ ունեցա, քանի որ շատ հաստ էր, ուրեմն առաջինը եղավ ավետաբեր ցիտերին եւ երկրորդը փարեբդուղ ցիտերին։ Իմ աղոթքս է, որ մենք ալ ավետաբերը լանք եւ մեր կյանքերն ալ փարեբդուղ իր փառքին համար։ Amen. Amen. Thank you. Աստված օրհնե, շնորհակալ եմ։ Գիտեք, որ այսօր դարվան վերջին գիրագին է։ Եվ ցեզ մեկ հանիներ հավադարմապար այս դարի եկեղեցի հաջախած եք եւ չեք փախչուցած ովևէ գիրագի։ Ուրախ ենք, որ եկած եք եւ այսօր ցերվով վգայական մի դեստանակ Աստուծմե, քանի որ հավադարմապար եկակ եկեղեցի։ Սակայն եկեղեցի քալը բարձրապես քալու համար է, թե եկեղեցի քալով դեր մեր կյանքերը կհեղաշրջե։ Ադեններ արդյոք եկեղեցի երբ որ գուքաս, երկրաշարժներ կբադահին քու կյանքիդ մեջ, ցնցումներ կբադահին, որ այդ օրվնե յետքը քու կյանքդ լման կփոխվի։ Նորություն կմտնա, որ ասկի առաջ այդ տեսակ նորություն ստացած չես։ Հովնանի պատմությունը այն տեսակ թեփքերեն մեկն է ավետարանին մեջ։ Չեմ գիտեր քանիները որքան ծանոթ եք Հովնանի պատմության։ Սակայն Հովնանի պատմությունը, երբ այս շաբթվա ընթացքին եւ անցնող շաբաթներու ընթացքին կմտածեի վերջին գիրագի եւ առաջին գիրագի նյութով, եւ գիտեք, երբ որ հովվական մարզին մեջ ես բավական երկայն ադեն, գուզես որ Աստված քեզի խոսի ամեն բանի առաջ, վերջ են գուզես ժողովրդին խոսել։ Նախ Աստծո ես պետք է ստանամ այն ինչ որ Աստված ինձի գուզե դալ, որ վերջ ես ցեզի կարենամ բան մտալ, որ ինձի համար նորություն է, ինձի համար հեղաշրջիչ թեփ մնե, պատմություն մնե։ Հովնանի պատմությունը շատ ծանոթ պատմություն է, ամեն մարդ գիտե։ Իրականության մեջ ասկե մի քանի տարիներ առաջ, երբ որ հրավիրվեցանք Դեթրոյթ, գիշեմ պատրաստվեցա Հովնանի պատմությունը հարութը մեզի էդեր, միասին կացինք։ Սակայն այս անգամ երբ Հովնանի պատմությունը գսերդեի, լման դարբեր ագնոցով ուզեցի մոդենալ։ Ուզեցի նայել, որ ինչն է Հովնանի պատմության մեջ, որ իր առաջվա կյանքը կներկայացնե, եւ ինչն է, որ Հովնանի Աստծո փափակն է նոր կյանքի մեջ։ Առավել եւս ուզեցի ցեզի հետ բաժնեկցիմ այդ մեր նյութը, որ այս տարվա ընթացքին որոշած ենք Քրիստոս, եկեղեցի եւ մեր համայնքը։ Եվ այս բادرին մեջ նայել թե
Աստծո փափակը ինչ է մեր համայնքին համար մեզմով, որ Քրիստոս մեր կյանքի մեջ գործած է։ Եվ Հովնանի պատմությունը մտքես չգրծավ հեռանալ։ Քանի որ Հովնանի պատմության մեջ մեկ բան իմ առջևս հստակացավ, այն էր, որ Աստված Նինվեի ուզեց հասնել փրկության համար։ Եվ որովհետեւ Նինվեի հասնի, որ Նինվեի ժողովուրդը փրկե, միջոցներ կործածեց եւ միջոց ուզեց կործածել, անալ Հովնանը ընտրեց։ Ուրիշ մեկը չգտավ։ Կարծես թե ուրիշ մեկը չկար, բայց Աստված իր մատը թրավ Հովնանի վրա։ Անալ Հովնանի վրա։ Քիչ վերջը պիտի խոսիմ անցին նկարագրին մասին։ Ես Աստծո դեղը լայ կամ Աստված եթե ինձ մեկ խրադուզեր լավ որ չուզեր, բայց եթե ինձ մեկ խրադուզեր, բիցե ով Աստված Հովնանեն վազանցիր։ Հովնանը անցմը չէ որ պիտի ուզես քո ավետարանդ իր միջոցով քարոզել։ Քիչ վերջը նորեն կխոսիմ անոր մասին։ Բայց Աստված այնքան դրամատրված էր, որ Նինվեն փրկե, այնքան դրամատրված է, որ քեզ փրկե, այնքան դրամատրված է, որ մեր համայնքը փրկե, այնքան դրամատրված է, որ կորզածե մեզ, մեր շրջանագի մեջ իր ավետարանը, իր բարի լուրը դարածելու, Աստված հոժար է կորզածելու Հովնանի նման անհատներ։ Եվ պիտի նշմարեք, որ Հովնան մեզ շատերուն բես է։ Երբ կարդացի եւ կարդացած եմ գրնամսել Հովնանի պատմությունը Աստվածաշունչեն, գրնամսել կարդացած եմ 50 անգամ, 100 անգամ, 150 անգամ, պատմությունը թերևս լսած եմ տասնյակ անգամներ, ձնել ես վերջը, քանի անգամ լսած ենք։ Հիսուս քանի անգամ Հովնանի մասին մեջբերումներ արավ, Հովնանի թեփքը։ Միակ թեփքերեն մեկն է, որ Հիսուս մեջբերեց իր կյանքի մասին։ Հեսա ինչպես Հովնան ցուգի փորի մեջներ 3 տարի, այնպես ալ որդի մարդո Քեդնին մեջ, հողի մեջ, երկրի մեջ դիտելա 3 օր 3 գիշեր։ So Հովնանի պատմությունը գրնա թվիլ առասպելական, գրնա թվիլ արդագարգ, այս աշխարհին դարբեր, բնական պատմությունը չէ, բայց ճշմարիտ պատմություն է, իրական պատմություն է։ Եվ այս պատմությունը ես այսօր ցեզ հետ կուզեմ երկու մասի պատմել։ Առաջին մասի մեջ այս գիրագի պիտի առնենք եւ պիտի տեսնենք Աստծո կորձը Հովնանի եւ Նավավարին, Նավաբեդին եւ այդ ժողովրդին վրա իր քաղցությունը, իր ողորմածությունը ցցնելու։ Եկող գիրագի պիտի տեսնենք Աստծո ողորմածությունը Նինվեի եւ նաեւ գրգին եւս Հովնանի վրա։ Հովնան այս երկուքին մեջ գլխավոր անցմն է, որ մենք պետք է սերտենք եւ ճանաչենք ով է այս Հովնանը։ Ինչ տեսակ մեկն է, որ Աստված Հովնանը ընտրած է։ Բայց այսօր մեջ ավելի պիտի տեսնենք Աստծո սիրտը համայնքին հասնելու, Աստծո սիրտը ժողովրդին հասնելու, Աստծո սիրտը իր ողորմածությունը ցցնելու։ Եվ գուսամ որ այդ պատգամը լսել են յետքը քու իրավիճակը տան բիլա որ դեր, եթե Հովնանին գրծար կորձածել, լիզալ գրնաս կորձածել, Գանչե ինձի այն պատգամով, այն փափակով, այն երազով, այն նյութով, որ գուզես ես քեզի համար վկայեմ, քեզի համար կործեմ։ So եթե պատրաստ եք, պիտի խնդրեմ որ ոտքի գայինենք, պիտի կարդամ առաջին երկու հատվածները, եկող գիրագի պիտի կարդանք 3-րդ եւ 4-րդը, բայց այսօր առաջին երկուքը։ Դերոջը խոսքը Ամաթիի որդին Հովնանին եղավ ասելով. Ելիր Նինվե մեծ քաղաքը կնա եւ քարոզե, քանզի անոնց չարությունը իմ առջևս ելավ։ Բայց Հովնան ելավ, որ դերոջը երեսեն Թարսիս փախչի։ Հոբե իջավ, նավ մկդավ, որ Թարսիս կերտար։ Անոր վարձ կդվավ ու անոր մեջ մտավ, որբեսի անոնց հետ Թարսիս երթա, դերոջը երեսեն հերու։ Դերը ծովուն մեջ մեծ հով մահանեց ու ծովուն մեջ մեծ փոթորիկ մի եղավ, այնպես որ նավը խորդակվելու վտանգին մեջ էր։ Նավաստիները վախցան եւ ամեն մեկը իր աստծուն գաղագեր ու նավուն մեջի գարասիները ծովը նետեցին, որովհետեւ զանիգա թեթևցնեն։ Բայց Հովնան նավուն խոշի իջնելով բարգերեր եւ խորունկ կքնանար։ Նավաբեդը անոր մոտեցավ ու անոր ասավ. Քեզ ինչ եղավ, ով խորունկ կնացող, ելիր քո աստծույթ աղագե, թերևս ասված մեզի հիշե ու չգործվենք։ Իրարուսին, եկեք վիճակ ցկենք, որովհետեւ գիտնանք թե այս ճարիկը որուն պատճառով մեր վրա եկավ։ Երբ վիճակը ցկեցին, վիճակը Հովնանին եկավ։ Անոնք ասին անոր. Հիմա պատմեմ մեզի թե այս ճարիկը որուն պատճառով մեր վրա եկավ։ Քու կորզդ ինչ է, ուր գեգուքաս, քու երկիրդ որն է,
ու թուն, որ ժողովուրդ ես։ Անիկա ասավ անոնց. Ես եբրայեցի եմ եւ ձովն ու ցամաքը ստեղծող երկինքի Աստվածը Եհովան կպաշտեմ։ Այն մարդիկը խիստ վախցան ու ուսին անոր. Այդ բանը ինչու էր։ Քանզի այն մարդիկը գիտան, թե դերոջը երեսեն կփախչեր, քանի որ անոնց պատմեր էր։ Ուստի անորսին, քեզ ինչ ունենք, որ ձովը թատրի։ Քանզի ձովը երթալով ավելի կհասկանար։ Անիկա ասավ. Զիս վերցուցեք եւ ձովը նետեցեք ու ձովը պիտի թաթարի։ Քանզի ես գիտեմ, թե այս մեծ փոթորիկը իմ պատճառովս եղավ։ Այն մարդիկը թիկ հաշելով կչանային նավը ցամաք դարձնել, բայց չէին գնալ, քանզի ձովը երթալով ավելի կհասկանար։ Ուստի Եհովային աղագեցին ուսին. «Ո, Եհովա, գաղաչենք այս մարդուն հոգին համար մեզ մի գործընծներ ու մեր վրա անմեղ արյուն մի տներ, քանզի թուն ով Եհովա ուզածիդ պես ըրիր»։ Եվ Հովնանը վերցուցին ու ձովը նետեցին։ Եվ ձովը իր գադաղութենեն թաթարեցավ։ Այն մարդիկը Եհովային սաստիկ վախցան ու Եհովային զոհ մատուցանեցին եւ ուխտեր ըրին։ Տերը մեծ սուգիմը հրամայեց, որ Հովնանը գլե։ Հովնան 3 օր ու 3 գիշեր ցուգին փորը մնաց։ Մինչ ցուգին փորն էր, Հովնան ցուգին փորեն իր Տեր Աստծուն աղոտ գրավ ու ասավ. Իմ նեղութենես Տեր, քեզի աղագեցի, եւ դու ինձ պատասխան տվիր։ Քերեզմանին փորեն գանչեցի ու իմ ցայնս լսեցիր։ Վասնզի զիս ձովերում մեջ անթուն տնեցիր ու հեղեղները զիս պաշարեցին, կոհակներն ու ալիքները իմ վրայես անցան։ Եվ ես ասի. Քո աչքերուդ արջևեմ վրընդվեցա, բայց տագավին քու սուրբ դաջարիդ պիտի նայեմ։ Զիս մինչև հոգիս ճուրերը պաշարեցին։ Անթունդ ամեն գոմեն զիս շրջապատեց, գնույնները քլուխս փաթվեցան, լերներուն դագերը իջա, երգիրը իր նիկերովը իմ փոլորդիկս էր, բայց թուն իմ կյանքս կուփեն հանեցիր, ով իմ Տեր Աստվածս։ Երբ հոգիս իմ մեջս մարեցավ, Տեր, քեզ հիշեցի։ Ու իմ աղոթքս ըրի քեզի քու սուրբ դաջարդ հասավ։ Սուտ ունայնություններու նայողները իրենց ողորմությունը թողուցին, բայց ես շնորհակալության ցայնով քեզի զոհ պիտի մատուցանեմ ու ուրած ուխտս պիտի կատարեմ, փուրգությունը Տերոջ մեն է։ Եվ Տերը ցուգին հրամանրավ անալ Հովնանը ցամաքը փսխեց։ Հրամեցեք նստեցեք, Տեր օրհնե երկխոսքեն ընթերցումը։ Անգարելի է մանրամասնությամբ սերդել այս երկու հատվածները։ Սակայն այսօր մեջ են ինչպես ասի գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ Հովնանի փորձառությունը, նավավարներուն փորձառությունը, անոնց թասը, որ մենք կրնանք սորվել։ Վերջին գիրագին է այսօր եւ վստահ եմ քիչ առաջ ինչպես Ռիտա քույրս ասավ, ցանկի մեջ մենք նեղություններ, ցախորտություններ կունենանք։ Վստահ եմ որ ցանկի մեջ մենք ափսոսանքներ շատ կունենանք։ Իրականության մեջ այդ ափսոսանքներում մասներ որ գաջ թեփկեր մգարտացի եւ բարձ research-ը որի անցմը 10 ափսոսանքներում մասին գխոսի իր ցանկի մեջ կամ ավելի շուտ research-ը ռազին եւ կդած են 10 regrets Եդեվյալը գսե Երանի թե գսե երազներս եւ ցկտումներս հետաբնթեի առաջինը Երանի թե գսե իմ ընտանիքիս հետ ավելի ժամանակ անցնեի Երանի թե ընկերներուս հետ ավելի ժամանակ ունենայի անցնելու Երանի թե կյանքի մեջ ավելի առիթ ունենայի իմ սիրելիներուս ասել ես քեզի գսիրեմ Երանի թե գսե այն վրթովեցուցիչ զայրույթի խորհուրդները որ կունենայի առիթ գարենայի բաժնեկցիլ ուրիշներու հետ եւ համացայնության մկալ Երանի թե գսե այդ հագարագություններ որ գլար գարենայի այդ անձերուն հետ ավելի համերաշխ քալել Երանի թե գսե զավակներ ավելի ունենայի Երանի թե գսե պատրաստվեի ավելի retirement-ից քիչ մտրամ մեկում տնել որ հանկիս retirement ունենայի Երանի թե գսե քաչությունը ունենայի ճշմարիտ կյանք ապրելու Վերջապես 10-րդը գսե Երանի թե գիտնայի որ ուրախությունը ընդրովի է եւ որոշեի սկիզբեն ուրախ կյանք ունենալ Ասոնք 10 դարբեր երանելիներն են որ research-նելով մեջտեղ եկած են բայց կուզեմ հետեւյալը Երանի թե քաչլայի ճշմարիտ կյանք ապրելու
Երանից է քաչը լայ հասկանալու ճշմարտությունը ինչ է եւ մնալու այդ ճշմարտության մեջ։ Մենք կանչված ենք այդ ճշմարտություններում մեջ ապրելու։ Հովնան այդ անհատն էր, որ իր անցին հետ համերաշխ կյանք ապրեցավ, թեպետև վատ, շատադեն, բայց ինքզինքին հետ համերաշխ էր, անցևով, որ իր ըսկացումները, իր մտայնությունները, իր մտումները, իր ուղղությունները գներ այն ինչ որ ինքը գուզեր։ Ասիկա չեմ փարավորել, սխալ մի հասկացնաք, զինքը փարավորելու համար չէ որ գսեմ ասիկա, սակայն պիտի տեսնեք որ Հովնան այս տեսակ անհատ մներ, իբրև անհատ, որ իր գամքը կփանեցներ։ Գիտեք, գամքը փանեցնելը շիդագ է եւ սխալ է։ Եթե փնությամբ քալենք, մեր փնությունը չար է։ Եթե մեր չար փնությունը պիտի գամեցնենք, կնշանակի, որ չար որոշումներ պիտի առնենք, վատ որոշումներ պիտի առնենք։ Աստված պատրաստ է մեր փնությունը փոխելու։ Աստված գուզե մեր փնությունը փոխել։ Քանի որ մեր փնության մեջ մենք այն տեսակ հագումներ ունենք, որ մեր գամեցողությունը, մեր ուզածը, մեր մեծ ինչպես որ մեծած ենք, ինչպես որ մեզի եկած է, ինչպես որ մենք ավելի հարմար կնկատենք, ուզածից պես կուզենք, մենք ադիգա է որ գորոշենք անել։ Մինչև որ Աստծո հանդիպենք եւ Աստված մեր սրտերը փոխե։ Եվ երբ որ Աստված մեր սրտերը կփոխե, մենք պատրաստ ենք այլևս Աստծո հնազանդելու, Աստծո ենթարկվելու։ Անորոշ Հիսուս, երբ որ Նիկոդիմոս իրեն եկավ, ինչ ասավ Հիսուս Նիկոդիմոսի, որ ուսուցիչ էր, վարդապետ էր, օրենքները կատարել ապես գիտեր։ Ասավ մարդ ինչ պետք է անե, վերստին ծնունդ պետք է ունենա։ Քանի որ փնությունը փոխողը Աստված ինքն է, դու քու գարելիդ կնես ինքզինդ փոխելու, բայց Աստված ինքն է, որ մարդուն փնությունը կփոխե։ Աստված անոր յետևեն է։ Ես համոզված եմ, որ այս պատգամը, որ գտեսնենք Հովնանու քիրքին մեջը, Աստծո նպատակը Նինվեի կյանքը փոխել էր, բայց անգի առաջ Հովնանին փնությունը փոխել էր։ Սի Աստված մեզ պիտի կործածե մեր աշխարհը փոխելու, բայց Աստված պիտի չգարենա մեզ փոխել, բացի երբ մեր փնությունը չփոխվի։ Աստված մեզ պիտի փոխե Եվ պատրաստ է մեզի փոխելու։ Հովնանի պատմությունը, որ գուզեմ միասնապար սերդենք, գուզեմ նայենք միասին Հովնանի կյանքը, Հովնանի նկարագիրը։ Առաջին կետը, որ միասնապար պիտի սերդենք, դերոջը կորձն է Հովնանի կյանքին մեջ։ Հովնան կանչվեցավ, որպեսզի երթա Նինվե մեծ քաղաքը։ Եվ առաջին բանը, որ պիտի նշմարեք, առաջին գլխուն, երկրորդ համարի մեջ հետևյալը գսե. Ելիր Նինվե մեծ քաղաքը կնա ու քարոզե, քանզի անոնց չարությունը իմ առջևս ելավ։ 4 հատուկ բաներ կուզեմ նշմարեք այս հատվածի մեջ։ Առաջինը հետևյալն է. Աստված մարդուն կյանքը փոխելու համար առաջինը որ գնե, ինչ է, ելիր։ Ըստ երևույթին Հովնանի կյանքը հանգիստ կյանք էր։ Ամեն ինչ տեղին էր, հարկված էր, սիրված էր, ընդունված էր, մարգարե էր, ծանոթ էր, Աստված եկավ ելիր։ Ելիր։ Քեզի համար առաքելություն ունիմ, քեզի համար պատգամ ունիմ։ Ելիր դեղետ։ Հաջորդը ինչ է։ Քնա մեծ քաղաքը։ Քնա այն մեծ քաղաքը։ Այդ մեծ քաղաքը, որ ես պատրաստած եմ, մեծ քաղաքը նշանակե 100,000-ը ավելի մարդ կար, այսօր այն շուտ 12 միլիոն, 15 միլիոն մեծ քաղաք կհրճակվի, այն ադեն 100,000, Նինվե քաղաքը մեծ քաղաք մնե։ Հովնան բզդի քաղաքի մեջ են գուկա։ Ինչ պիտնեմ ես այս մեծ քաղաքի մեջ, պիտի գործվիմ, քնա մեծ քաղաք քեզի պիտի ղրգեմ։ Հաջորդը ինչ է, քարոզե հոնդեղ։ Գիտեք փարը ինչ է, քարոզեին։ Թեպետև հայերեն սուբկերքի մեջ քարոզե գսե, իրականության մեջ հետևյալ փարն է, քնա հոնդեղ բորա, աղաղագե, պարծրացայն, քեզի կկանչեմ, ելիր, քնա դեղմը, որ քեզի պիտի
Պատկան մտամ պիտի աղաղագես հոնդեղ։ Մեծ աղմուկով։ Եվ ինչու պատճառը։ Հոս է որ Աստծո սիրտը գուզեմ հասկանաք։ Անոնց չարությունը իմ արջևս ելավ։ Ինչ երթաս նեզ։ Պիտի երթաս հոնդեղ, պիտի ասես որ Աստված ծեր չարությունը գիտե, դուք չեք կրնար խուսափիլ, չեք կրնար փախչիլ, Աստված գիտե որ դուք չարեք։ Եվ իրենց ապաշխարության պիտի կանչես։ Բայց վարգյամը որուն կկանչե։ Հովնանի կկանչե։ Հովնանին կփարի է, հիմա պատմությունը կսկսի։ Աստված Հովնանի կկանչե, որ երթա որ ապաշխարություն կարոզե, որ ինքը նախ պետք ունի ապաշխարելու։ Եվ պատմությունը հոնդեղ են կսկսի։ Հիմա հոստեղ կսկսի մեզի բացատրել, թե Հովնանը ով է։ Հովնանը ինչ տեսակ մեկն է, որ պիտի երթա ապաշխարություն կարոզե։ Okay, եկուր նայենք Հովնանի կյանքը։ Հովնան երբ որ պատկամը գիմանա, որ պիտի երթա եւ ապաշխարություն կարոզե, եւ ուր պիտի երթա, Հոպե պիտի երթա, Հոպեեն պիտի երթա, Հոպե պետությունները չնալու, Նինվե պիտի երթա։ Նինվե երթալու դեղ Հովնան Հոպե գիչնա, Հոպեեն նավ գարնե եւ գիտեք ուր երթա։ Թարսես։ Երբեք Քարդեսը սերդած եք։ Թարսիսի մասին որ գխոսի Եվրոպայի, Իսպանիայի հադագը վերջին նավահանգիստն է Ատլանտիկ օվկիանոսին։ Որ կնշանակե, որ մեկը եթե Երուսաղեմեն կամ Իսրայելեն գուզե ամենահեռու արևմտյան նավահանգիստը երթա, Թարսիս պիտի երթա։ Աստված գսե իրեն Նինվե գնա, ինքը նավը կնստի փախչելու համար գերտա ամենահեռու տեղը։ Այլ խոսքով, ով Աստված դու ապաշխարություն գուզես կարոզել, սխալ անձը կդար։ Ես չեմ։ Բայց գուզեմ Աստծո քաղցրությունը տեսնեք, Աստված Նինվեի չարությունը կտեսնե եւ Աստված իր սովորությանը համաձայն գնդրե անցիկ, որպեսզի երթան եւ ապաշխարություն կարոզեն։ Հովնան առաջին անձը չէ։ Հովնանի նման շատեր իր մե առաջ նույն տեսակ պատգամները ստացած են, որ երթան եւ ավետարանը կարոզեն։ Ցեզ մե կանիները գիշեն Նոյի պատմությունը։ Գիշեք Նոյի պատմության մեջ Զննթոց 6-րդ գլխում մեջ հստակորեն Աստված գտեսնե աշխարհի չարությունը եւ Նոյը միակ արդարանցն է զինքը գնդրե։ Քանի դարի Նոյ կարոզեց։ Քանի դարի 120 տարի կարոզեց, որ ժողովուրդը ապաշխարե։ Մինչ նավը գշիներ, դաբանը գշիներ։ Մեկ ապաշխարեց։ Աստված թատրեցավ իր մտածումներեն, իր նպատակեն, իր մտադրություններեն, որպես ապաշխարություն կարել, Աստված դակավին Հովնանը կործածեց։ Ղովդի համար գարտանք, որ Ղովդի հոգին իր մեջին գդարաբեր, երբ որ Սոդոմ Գոմորի մեջ կապրեր, երբ բղծություն կար իր շուրջը։ Անին չփավեր Հովաննես Մգրտիչ, երբ որ եկավ, քարոզեց նույն ցևով ապաշխարության քարոզչությունը։ Ապաշխարության հadouk բդուղներ փերեգսելով քարոզեց։ Անուն մգա որ շատ նշանավոր անուն է կոնաս եկեղեցին մեջ, կոնե իմ հետս, Թանիել։ Գիշեք Թանիելի քարոզչությունը Նապուկոդոնոսորի թիմած կայնեցավ։ Եվ երբ որ անոր երազը մեկնաբանեց, Թանիել վերջավորության հետևյալ խոսքը ասավ Նապուկոդոնոսի, ով թագավոր, թող իմ թելադրությունս քեզի հաճելի երևնա, քու մեղքերդ արդարությամբ ու քու անօրենություններդ աղքատներուն ողորմելով մեկտիցը կե, թերևս հանգստությունդ երկարի, այլ խոսքով, թերևս Աստված քեզի ողորմի։ Նայեցեք սերներ, Աստված կկործածե մարդիկ, որ իր ազդարարությունները ղրգե։ Երբ որ Աստված չարություն կտեսնե, երբ որ Աստված կտեսնե, որ մեր շրջանակը բղծություններու մեջ են, եւ Աստված քեզ կգանչի, ես կգանչի, առաջին բանը որ կսե, ելիր, քնա, քեզի պիտի ղրգեմ այս մեծ ընտանիքը, այս մեծ շենքը, այս մեծ շրջանակի մեջ, այս մեծ Գլենդեյլի մեջ, այս մեծ Լոս Անջելեսի մեջ, քեզի պիտի ղրգեմ, որ հոնդեղ երթաս կարոզես, բայց ով Աստված, ես սպաղած եմ, ես կորձ ունիմ, ես ժամանակ չունիմ, ինձ մեզ ուրիշ մեկը չկդար, նայեցեք,
Առաջին բանը, որ Հովնանի մասին կնկատես, ինչ տեսակ մեր աբստան փող մեկը։ Աստված իրեն գսե քնան ինվե, ինքը նավը գնստի հագարակ ուղությամբ կերտա։ 180 դիգրի հագարակ ուղությամբ։ Հաջորդը, որ կնշմարես Հովնանի կյանքին մեջ պիտի տեսնես, որ անհոգ եւ անդարբեր։ Աստված իրեն գսե քնա քարոզե, ինքը ինչ կնե գերթակը բարգի։ Նավ նստած է, նավը ալեգոծության մեջ է, դերը գսե քնա քարոզե, քնա աղագե, քնա բորա, քնա իրենցը սե, դերոջը արջև ծեր չարություն ասած է։ Երթամ տակը բարգիմ դեմը։ Եվ հանգատ են կբարգի, երբ որ նավը ալեգոծության մեջ է, եւ ինքը շատ լավ գիտե, որ այդ ալեգոծության պատճառը իրեն համար է, բայց ինքը լման անդարբեր, անգլերեն բառը escapist, carefree, փախստական, անհոգ, կհարցե, որ դերը պիտի չի տեսնե։ Իրականության մեջ քալգիրագի անոր միտքին քախնի կնալ ցեզի պիտի ցնեմ, եթե գարթակ պիտի տեսնեք մդայնությունը ինչ էր Հովնանի։ Ուրիշ բան գուզես Հովնանի նկատմամբ եսասեր։ Շատ հանգիստ էր ինքը։ Եվ վագայեցեք կփախչի, բարգած է, հանգիստ բարգած է։ Խեջ նույնիսկ ինքը չի դանչեր։ Լավակույն դեղը գնդրե բարգելու համար։ Նավուն հադագը, որ ամենակիչ շարժող մասը նավուն հադագն է։ Վերը չէ որ կբարգի, եթե վերը անհանգիստ կրնալալ, վարը ավելի հանգիստ է։ Իր եսասիրությամբ կատարյալ։ Մինչև այն դեմ, որ ես հանգիստ եմ, բարձս հանգիստ է, թերևս նույնիսկ մտածես, գիտես, Աստված ինձ տասկը սովեցում, բայց տաս սովեցած այդ նավը այսպես գորորի գոր, ես ինչ օրորված հանգիստ կբարգեմ, կարծես թե Աստված ինձ որ այնքան գսիրե ինձ, որ ինձ հանգիստ կունալ գուտագորդես։ Շատ ուրախ հանգիստ եւ մյուս կողմեն կմտածեք, ասե վերջապես նավավարը, նավաբետները վարվետ են ասում, հե, professional են։ They know how to handle it։ Ես մտահոգվելու պետք չունեմ, ես կնամ բարգիլ հոստեղ, հանգիստ եմ։ Շատ ուրախ։ Վճարեցի իրենց տրամ դված եմ, իրենք թող ինձ հոգ տանին։ Վերջո նաև Աստվածը ողորմած Աստված է։ Ես ալ իր զավակն եմ, ընդրյալն եմ, ինձ հոգ կտանի։ Ավասիկ Հովնան։ Սակայն վերջ են գարտնա, վերջը ուքա, հիմա Հովնանի մասին նայր։ Հովնան գարտնա գուքա եւ գսկսի այլևս իր բերջախոսությամբ Սեր, գսե, ես եմ հանցավորը, եթե դարձնեք հատվածը նայեցեք, ինչ գսե, գսե, հանցավորը ես եմ։ Ոստեղ գտեսես Հովնանի նկարագրի մեջ ուրիշ գետմը, որ կհամոզե հոն իր քովիեոներուն, որ ինքը բաժարն էր, որ այս ալեգոծությունը փոթորի կբադայի։ Եվ իրենց նույնիսկ կհամոզե, որ զինքը ձովն edեն։ Պահմը դա ձովն edեն, կխորիկ, որ Հովնան գերևագայեր, որ պիտի զովեն ազադի։ Իր միտքի մեջ հետևյալ գսե, ես կփախիմ գոր թեպի Թարսիս, ալեգոծությունը եղավ, ինձի ձովն edեցեք, guess what? Աստված իր ծրագիրը չի գնալ քալեցնել իմ վրա։ Ես նորեն իմ ուզածը սրի։ Նորեն նինվե չեմ երթար ես։ Բայց Աստված ողորմած է, գաբաշխարեմ ձովուն հատակը։ Գիտեք, շատեր կանացեով ուզածս գնեմ, վերջին վարգյանին, երբ որ պիտի մեռնեմ, ինչ գնեմ, աղոթք մգնեմ, Աստվածից կազատե։ Իր միտքի մեջը զիս ձովն edեցեք։ Մինչև այնանեմ ողջ եմ, աղոթք մգնեմ, վերջապես Աստված ողորմած քթարած Աստված է, գարտացած է Սաղմոսները, ինքը շատ լավ գիտե Սաղմոսներում մեջ, որ Աստված բարեացական մեկ քաղցր է, հավանականություն անիկա է, որ գրնա իր քաղցության վստահել եւ գազադի եւ վերջացավ, պատմությունը վերջացավ, Նինվեին 30 նալ չի տեսներ, այդ քարոզչությունն ալ աղագնալ չներ։ Մյուս կողմեն, բայց շատ չարամտությամբ ալ չմտածեմ իր մասին, մյուս կողմեն գուզեմ նշմարեք հետեւյալ կարևոր գեդերը իր մասին։ Նաեւ արդար մեկն էր Հովնան։ 12-րդ համարի մեջ հետևյալը գսե. Զիս վերցուցեք ձովը ներեցեք եւ վերջ ինչ գսե. Ձովը բիդի թաթարի։ Եվ վերջ ինչ գսե. Քանի որ ես գիտեմ գսե, ասոր բաճարը ես եմ։
Մեկ կողմեն հետաքրքրական է, գտեսնես Հովնանը, որ փախստական է, մյուս կողմեն գտեսնես Հովնանը, որ արդար է եւ ինքնին գուզե բաժել իր ռած սխալին համար։ Մենք աշալատներ այդպես ենք։ Մեր սխալներն ետ չենք դառնալ, գիտենք որ մեր սխալներուն պատճառով մեր զավակը այսպես է, մեր ամուսինը այսպես է, մեր թորնիկը այսպես է, մեր եղբայրը այդպես է, բայց դակավին մենք կբնթենք մեր պատճառով է, գսենք ինձի բաժե, ինձի թեմեր, ինձի վնասը թող կա, բայց իրենց թող չի կա, ես վնասը իմ վրա սառնեմ։ Ինքնին իր վրան գարնի այս պատճառը։ Բայց ամեն բանին առաջ, ամեն բանին գողքին հետեւյալը գուզեմ ցեզի ներկայացնել, որ Աստված ինչու գուզե Հովնանը կործածել։ Հովնանի նկարագրի մեջ մեկ գետ մգա, որ գուզեմ նշմարեք այսօր, անալ իր քաչությունն է։ Թե չար գոմ են, թե բարի գոմ են։ Բահմը ինձ հետ մտածեցեք Հովնանին չարության մասին։ Հետեցեք, նայ, 9-րդ համարի մեջ հետևյալը գսե։ Երբ որ դարձնես 9-րդ համարը, հետևյալը գսե, անիգա ասավ անոնց, ես եբրայեցի եմ, ով է ստունարություն, ես եբրայեցի եմ, ձովը և ցամաքը ըստեղծող երկնքի Աստվածը կբաշխեմ, որ Եհովան է։ Հովնան այս իր բոլոր ապստամբության մեջ, այս իր բոլոր արդարության մեջ, փախստականության մեջ, հանգիստին մեջ, այդ բոլոր բաներում մեջը պիտի տեսնես, որ քաչ մեկն էր։ Քաչ մեկն է եւ իր քաչությունը հետեւյալ ցևով կնշմարեն։ Նախ եւ առաջ հարցում չես խորիր քաչություն կբահանչի Աստուծո ուզածին հակարականել։ Հովնանը լավ ադիգա։ Okay։ Հետս մտածեցեք մի վրթովիկ։ Okay։ Զինքը չեմ կովեր որ, բարձրապես իր հատկություններն է որ ցեզ հետ կուզեմ բաժնեցնել։ Քաչ մեկն է, Աստված գսե իրեն քնանինվե, ինքը գերտա Թարսիս։ Քաչություն գուզե Աստծո հակարակալը։ Նկարակիր գուզե։ Սխալ նկարակիր անշուշտ, իդեալ նկարակիր չէ, բայց նկարակիր գուզե։ Երկրորդը որ գուզեմ նշում է, չվախծավ, երբ որ իրեն հարցուցին թուն ով ես, ինչ որտեղ են գուկաս, քո Աստվածը ով է, ինչ կբաշխես, ով կբաշխես, ինքը հստակորեն առանց վախնալու այդ ժողովրդին դիմաց ելավ եւ ասավ, իմ Աստվածս Եհովան է, Իսրայելի Աստվածն է, ես այդ Աստծուն է որ կբաշխեմ։ Ինքնին եբրայեցի հրճագեց վստահելով համարձակությունով։ Գուզես ավելի վստահություն տեսնել իր մեջը։ Նաև հսավ արեք զիս, ինչ ուրեք, ծովն էդեցեք։ Կխորես թյուրին պան է ասել, ինձի արձովն էդ է։ Ձովն էդեցեք զիս։ Երբեք չամճծավ, կիտնալու որ անիգա իր վճռական դեղն է։ Եվ հավասի գտեսնես իր քաչությունը, վերջ-վերջո պատասխանությունը իր վրա արավ։ Հարցում, այս բոլոր հատկանիշները, որ գտեսնենք Հովնանի վրա, մեր մեջ ունենք մենք։ Երբ Աստված քեզի կգանչե, որ փամ մնես, պատճառաբանություններ ունես։ Երբ Աստված քեզի կգանչե, որ առաքելությունը քեզի դա, պատճառաբանություններ ունես չնելու։ Աստված մեզ գանչեց, որբեսի մենք այս շրջանին մեջ, գլենդելի մեջ, իրեն համար վկայություն ունենք։ Աստված քեզ գանչեց, որ մեր եկեղեցին միջոցով այս եկող երեքշաբթի, հաջորդող երեքշաբթի ավետարանչությունը լա։ Քանի հոգի պիտի գանչես դու։ Քանի հոգի հետդ պիտի բերես, որ եկեղեցի քեզի հետ դերոջը խոսքը լսեն։ Աստված մեզ գանչած է հոստեղ, որպեսզի մենք ցցնենք մեր շրջանագին մեջ, որ չարություն կա, անփարոյություն կա, բղծություններ կան, ստախոսություններ կան, հայություններ կան։ Վերջին անգամ ցուն երբ էր որ համարձակությամբ կրծար ոտքի գայնի եւ ասել սխալ են այս ուրացներս։ Սխալ են այս քո ուրացներդ։ Բահմը գեցիր հոստեղ եւ քեզի հարցնեմ, արդյոք այսօր կարելի է որ քու նավդ ալեգոծության մեջ է։ Եվ արդյոք կարելի է որ այսօր քու նավդ ալեգոծության մեջ է, քանի որ ցուն սխալողությամբ կերտաս։ Եվ թերևս Աստված քու նավդ ալեգոծության գմատնե, որովհետեւ ցունալ քաչություն ունենաս ոտքի գայնելու Հովնանի նման ասելով որ բաճարը որ այս իմ նավս ալեգոծության մեջ է, քանի որ ես Աստծո ուղղությամբ չեմ քալեր։
Քանի որ ես եմ որ իմ գամքս կբարդատեմ, քանի որ ես եմ որ իմ ուզածներս կնեմ, քանի որ ես եմ որ Աստծո ցայնը չեմ ուզեր մտի գնել եւ գնեմ այն ինչ որ ես կուզեմ անել։ Արդյոք կարելի է ադիգա։ Շատ թյուրին է Հովնանը նայել եւ Հովնանը թադաբարդել, զրբարդել։ Եվ նույն ադեն շատ թյուրին է նաև ասել, որ Հովնանը ձովը նետելն ալ քիչ մը թյուրին է, բայց ինձի ձովը մին է դեր։ Թող Հովնանը ձովը ինը, բայց ոչ ես։ Աստված այնքան քաղցր ողորմած է, որ Աստված ադեններ քեզ եւ զիս ալեգոծության մեջ պիտի նետե, որբեսի մեզի համոզե, որ մենք դարձիքանք, որ մենք ընդունենք, որ մենք հասկանանք, որ պատճառը այդ ալեգոծության ամուսինս չէ, պատճառը այդ ալեգոծության թորնիկս չէ, պատճառը այդ ալեգոծության թրացին բարձր աղմուկը չէ, պատճառը այդ ալեգոծության ես եմ։ Հետաքրքրական է։ Այն վարգյանին, որ Հովնան գիտակցության եկավ, ես դիգինես այդ եկած ադենս քիչ մը խոսակցություն ունեցանք զղջումի մասին։ Հստակ չէ թե Հովնան իրապես զղջաց, թե չի զղջաց։ Իրականության մեջ Աստվածաշունչ, երբ որ Հովնանի քիրքը գարտաս, պիտի չգտնաս դերմը, ուր Հովնան գսե որ զղջաց։ Բայց երկրորդ գլխում մեջ պիտի նշմարես, որ Հովնան երկրորդ գլխուն վերջնթեր համարի մեջ Հովնան հետևյալը գսե, ցուգի փորին մեջ են, գսե, բայց ես գսե, շնորհակալության ցայնով քեզի զոհ պիտի մատուցանեմ եւ ըրած ուխտս պիտի գադարեմ։ Չի բացատրել հոստեղ ինչ ուխտ ըրած էր։ Հստակ չէ, որչաբալ գարտաս երկրորդ գլուխ ամբողջությունով, պիտի տեսնես, որ երկրորդ գլխում մեջ ուխտի մասին բանը չի գա։ Բայց հստակ է, որ Հովնան ուխտը ըրավ եւ այն ուխտին հնազանդեցավ։ Հստակ չէ, որ իսկապես զղջաց իր ռազին, թե չի զղջաց, մեկ բան գիտենք սակայն, թե ցուգին փորին մեջը ինքը հայտարարեց, որ իր միակ օգնականը Աստված է։ Այն գիտակցություն ունեցավ, այն համարձակություն ունեցավ ցուգի փորին մեջ իրականության մեջ ես հետևյալը կնշմարեմ։ Հետևյալը գերեվագային բահմը գնգղմի շունչը գերտա, այլևս չի գնար շունչ առնել, մեկ անգամ են ցուկ մուկա։ Չեմ գիտեր խեղդված եղած եք այդ բարակային գտնված եք այդ վիճակներում մեջ։ Երբ որ շունչ ես գնալ, ցուգը երբ որ գուկա ցուգի փորին մեջ գերտաս, ցուգի փորի մեջ այդ աղդոդություններում մեջը level մգա, չափ մգա, որ այդ չափեն վերջը մեկ անգամ են դուրս գելես եւ հոնդեղ օդ կա։ Հոնդեղ օդ առնելու սկսած է։ Այդ մասին մեջ որ հոնդեղ գսե, այդ միջոցին մեջ հոգիսի մեջս մարեցավ դեր քեզ հիշեցի։ Եվ այն վիճակին մեջ 7-րդ համարի մեջ գսե, իմ աղոթքս քեզի քու սուրբ տաճարդ հասավ։ Գանք փացավ իմ արջևս, սկսա շնչել։ Եվ հազիվ շնչելու սկսավ գենթատրեմ ասիկա, ենթատություն է, քանի որ խոսքը չսեր, ուխտ ըրավ, որ եթե հոստեղեն երթամ, քեզի պիտի հնազանդիմ։ Հստակ չէ թե այդ հնազանդությունը սիրահոժար էր, թե ոչ, իրականության մեջ քալ գիրագից էզի գրնամ փաստել ուրիշ բաներ։ Բայց հստակորեն հոստեղ կտեսնես, որ Աստված իր ողորմությունը կցցնե։ Երկու ողորմություն կտեսնենք այս պատմության մեջ, այս մասին մեջ։ Առաջին ողորմածությունը որ կտեսնես նավորդներուն։ Հովնան ընդունելով իր սխալը խնդրեց առաջերգեց իրենց որ ձովը նետեն, Աստված իր ողորմածությունը ցույց նավորդներուն, նավավարներուն, նավաբեդին։ Անոնց աչքերը բացվեցավ։ Անոնք չէին ճանաչել Եհովանով է։ Անոնք չէին գիտեր, հավանականություն անել, որ անոնք Թարսիսեն եկած նավորդներ էին, որ եկած էին հաջախորդներ առնելու եւ Թարսիս տանելու։ Որ անասված էին, Աստծո գիտությունը չի գար։
Բայց երբ Աստծո գիտությունը աչքերին բացավ եւ տեսան, որ ասիկա ծովը նետեցինք եւ ծովը հանդարտեցավ, ուրեմն այս մարդուն ըսածը շիրակ է։ Եվ հետաքրքրային է առաջին գլխում վերջավորության ինչ կտեսեն, երբ որ նավը նետեցին գսե, այն արտիգը գսե Եհովային սաստիկ վախցան եւ Եհովային զոհ մատուցանեցին եւ ուխտերին։ Այն դժվարության բարականերու մեջ նայեցեք Հովնան ինչպես միջոց դարձավ, որ այս օդարասկիները Տերոջի երկրպագությունն են։ Աստված ողորմություն գծցնե որուն Հեթանոսին։ Աստված ողորմություն գծցնե Հովնանի զինքը փրկելով, ազատելով։ Զարմանալի։ Երանի անոնց, որ հասկանան Տերոջի ողորմությունը։ Տերը պատրաստ է ուղղելու անոնք, որոնք Տերոջը կդառնան եւ Տերոջը ողորմություն եւ ապաշխարություն կխնդրեն։ Քիչ առաջ վկայություն լսեցիք անանցերում, որոնք այն անձը, որ Տերոջը դարձած է, այն անձը, որ Տերոջը կդառնա եւ կխնդրե, որ Տերը իր կյանքը փոխե։ Աստծո նպատակը քո կյանքը փոխել, Աստծո նպատակը իմ կյանքս փոխել է։ Հին դարվա ընթացքին Աստված քանի միջոցներով քեզի խոսեցավ։ Քանի բայականներու մեջ դրավ, քանի պայմաններու մեջ դրավ, քանի դժվարություններու, նեղություններու, դժբախտություններու, թերևս ցավերու, վիշտերու մեջ դրավ։ Այդ բոլոր պատճառը, որ Տերը քեզ այդ վիշտերուն եւ նեղություններու մեջ դրավ, մեկ նպատակ է, գիտես ինչ է, որ իրեն վստահես, որ իրեն թարնաս, որ իրեն վերաթարնաս։ Եվ տեսնես, որ ինքն է քո փրկությունը։ Այս երկու օրերուն ընթացքին երկու համարներ կան, որ իմ նյութս դարձած են աղոթքի եւ գուզեմ ցեզի այդ բաժնեկցիր եւ վերջացնել։ Առաջին համարը, որ գուքա 147-րդ Սաղմոսն է։ Այս 147-րդ Սաղմոսին 10-րդ եւ 11-րդ համարի մեջ հետեւյալ խոսքերը ինձ համար աղոթքի նյութ էին եւ ինձ համար քաչալերանք էին եւ գուզեմ քեզի այդ բաժնեկցիր։ Գսե անիգա ցիուն զորությանը չի հաջիր Մարդուն սրունքները չի հավնիր, հաբա ինչ, Տերը գհավնի իր մե վախցողները ու իր ողորմությանը հուսացողները։ Տերը գհավնի իր մե վախցողները, անոնք, որոնք իրենց հույսը Տերոջը վրա դրած են, Տերոջը ողորմությանը վրա գվստահին, գհուսան։ Քանի անգամ ինաս Տերը պիտի վերցնե։ Տերը գիտե, որ մենք փնությամբ մեղավոր ենք։ Տերը գիտե, որ մենք փնությամբ սխալներ պիտի անենք, ինչու քանի որ մեր փնությունը մեղավոր փնություն է։ Իրական զղջումը գուքա, երբ որ գիտակցիմ, որ ես մեղավոր եմ փնութենաբես, եւ չեմ աշխատիր, որ մեղ չկործեմ, հապա գաշխատեմ, որ Տերը իմ փնությունս փոխե։ Քանի որ եթե Տերը իմ փնությունս փոխե, ես մեղ չեմ կործել արդեն։ So իմ առաջին փափակս, առաջին առաջին հույսս անիկա է, որ Տեր իմ փնությունս փոխե։ Քանի որ եթե չի փոխե, նույն սխալը պիտի ունես եւ ազատություն չի գա։ Բայց վերստին ծնունդով է, որ ազատությունը կգա։ Երբ որ Տերը քո փնությունը կփոխե։ Նիկոդիմոս այդ պատկամը պետք ուներ, ցուն այսօր այդ պատկամը պետք ունես։ Ես երկրորդ ադիգա է, որ կուզեմ նշմարեք Զաքարիա 10-րդ գլուխ 6-րդ համարի մեջ։ Եթե սուբկիրքը բոլոր դարվան մեջ կգարտակ, Զաքարիան վերջին մասն է, որ դարին կվերջանա եւ կհասնիկ Զաքարիա, վերջը Մաղաքիա։ Զաքարիա 10-րդ գլխուն մեջ 6-րդ համարը հետեւյալը գսե, այսօրվա հատվածի մեջ է գսե, Հութայի դունը պիտի զորացնեմ, Հովսեփին դունը պիտի փրկեմ եւ Զանոնք նորեն պիտի փնագեցնեմ։ Քանզի անոնց ողորմեցա, անոնք այնպես պիտի լան, որպես թե Զանոնք երեսը ցկած չէի, քանզի անոնց Տեր Աստվածը ես եմ, անոնց աղաղակը պիտի լսեմ։ Հոյագաբե, ես կսե անոնց պիտի ընդունիմ, ես անոնց Աստվածն եմ եւ անոնց աղաղակը պիտի լսեմ։ Հոյագաբ։ Երբ որ գիտակցես քո սխալդ եւ գերտաս Տերոջը, Տերը պատրաստ է քեզի լսելու։ Հովնան իր այդ բոլոր շեղված բարականերում մեջ Աստծո ցերկերում մեջ կորձիկ մներ, որ
իր ողորմածությունը ուրիշներուն հայտնեն է։ Այդ փորին մեջը Աստծո ողորմությունը տեսավ, ջաշագեց, հասկացավ, վայլեց, անշուշտ շատ վայելքի վայրը չէ հոնդեղ, որևէ մեկենից պիտի չուզեին քոնը լալ, բայց երբ որ այն վիճակին մեջ տեսավ Աստծո ողորմությունը, այն ադեն է, որ գրծավ հրճագել ասել, որ փրկությունը միայն Աստծո է։ Կրնաս երևակայել, երբ որ այդ գիտակցությունը եկավ, հաջորդ պատգամը ինչ պիտի լայրեն քալ գիրագի։ Աստծո փրկությունը ցեզի հանդեպ միան իր մեկ ուկա, ուրիշ տեղ չի կար։ Սպասեցեք քալ գիրագի պիտի տեսնենք, թե Հովնան ինչ պատգամ տվավ։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, այսօր թերևս շատեր կան հոստեղ, որ ալեգոծության մեջ են կամ այս տարվա ընթացքին ալեգոծությունները անցած են։ Դեր թերևս այդ ալեգոծությունները եկած են, քանի որ իրենք անհնազանդ գտնված են քեզի։ Թերևս իրենք փախնելու վրա են քեզ մոտ։ Թերևս դու իրենց մե խնդրեցիր, դու իրենց արչևը ասպարեզ մգարտացի, դու իրենց գոչ մտվիր, որ երթան եւ այս մեծ քաղաքին մեջ Աբեդարանը կարոզեն։ Թերևս գոչ մղրգեցիր, որ երթան եւ իրենց ընտանիքներում մեջ Հիսուսը խոսին, Հիսուսի Աբեդարանին մասին կարոզեն։ Բայց թերևս դեր իրենք մերժեցին քու գոչդ, մերժեցին քու հրավերդ, մերժեցին քու բատկամդ իրենց, արաքելություն իրենց, եւ այսօր դեր իրենց նավը ալեգոծության մեջ է։ Իրենց աբական անորոշ է։ Իրենց վաղվա երազանքները մութի եւ խավարի մեջ են, քանի որ դեր անհնազանդություն կա կյանքին մեջ։ Դեր գաղութեմ, որ այսօր Հովնանի բատկամը իրենց արթնություն մփերը, որ տեսնեն, որ թուն որչապ նեղությունները, դժվարությունները, որչապ բարակաները կկառավարես, որբեսի մեզ կորզածես, որ քու ողորմածությունը հայտնի ենք մեր շրջանակին մեջ։ Սոգաղոթեմ, որ բատկամը հստակացնես ամեն մարդու համար։ Հիսուսի անունով, ամեն։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով հրավիրում ենք ծննդյան հատուկ պաշտամունքի հունվարի 6-ին ժամը 7:30-ին մեր եկեղեցու սրահի մեջ, ուր պիտի վայելենք հանրածանոթ երգիչներ Արյուտ Խաչատրյանին, Սալփիկ Էլեշյանին, Կարո Սուլախյանին եւ եկեղեցական երգչախմբին։ Օրվա պատգամախոսն է վերապատվելի դոկտոր Արա Շաքերյան։ Սիրով բոլորդ հրավիրված եք։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։